Մենք մի քանի վիդեո առաջ խոսացել ենք խորհրդային կարգերի առաջին օրերի մասին եւ թե ինչպիսի առաջխաղացումներ եղան ժողովրդավարության, կանանց իրավունքների եւ ազգային հարցերի եւ այլ ոլորտներում։ Բայց նաեւ այդ օրերին առաջացան խորհրդային կարգերի ոխերիմ թշնամիները, որոնք նախկինում իշխող դասակարգի եւ կառավարության ներկայացուցիչներ էին։ Դրանք էին ռազմամոլ դաշնակները, քաղաքային եւ գյուղական հարուստ տերերը։ Կալվածքա տերերը։ Դաշնակները խորամանկորեն խոստանալով, որ կհամագործակցեն խորհրդային իշխանության հետ, արդեն 1920 թվականի նոյեմբերի 30-ից մարմին էին ստեղծել ապստամբություն կազմակերպելու համար։ Այդ պահը հասունացավ 1921 թվականի փետրվարին, երբ Վրաստանի նացիոնալիստ կառավարությունը, տեսնելով հայ եւ ադրբեջանցի կոմունիստների հաղթանակները, սկսեց ավելի դաժանորեն տանջել իր երկրի կոմունիստներին։ Կարմիր բանակի հայ հերոսները չէին կարող անտեսել իրենց վրացի եղբայրների աղաչանքները եւ Հայաստանից դուրս եկան օգնելու վրացի աշխատավորությանը։ Երբ որ Կարմիր բանակը լքելով Հայաստանը գնաց Վրաստան, սկսվեց դաշնակների, հարուստ գործատերերի եւ ֆեոդալ ճորտատերերի կազմակերպած խռովությունը։